Ես այսպես կձևակերպեի, նվաճում եմ ուզում արձանագրել։ Մենք ընթացս քննարկում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված մտահոգիչ իրավիճակները եւ իրականում քանի զոհ, քանի վիրավորել, որ մենք ունենանք, այս դրվագները չափազանց մտահոգիչ են եւ կարիք ունեն հետեւողական աշխատանքի, բայց պիտի փաստեմ, որ 2024 թվականի արդյունքներով 2023 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի նվազում ունենք 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորների թիվը նվազել է 421-ով։ Ընդհանուր պատկերում կարող են շատերը նշել, որ 45-ով նվազումը կամ 421-ով նվազումը ինչ էական նշանակություն ունի, բայց գործընկերներ սա կատարված ահռելի աշխատանքի արդյունք է, հատկապես բարեկային ծառայության կողմից, եւ ես պիտի նշեմ, որ եթե մենք համադրում ենք նաեւ թվերը 2023 թվականի կտրվածքով, պիտի նաեւ նկատենք, որ 2023 թվականին շրջանառության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների թիվը շատ ավելի պակաս է եղել, քան 2025-24 թվականին։ Եվ հետեւաբար աշխատանքը նաեւ այս ռակուրսից պետք է դիտարկել եւ գնահատել նաեւ այս դիրքերից։ Իհարկե կարևոր է, որ այս բոլոր փոփոխությունները տանեն նրան, որ մեր վերջնարդյունքը նվաճվի, իսկ մեր վերջնարդյունքը ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է, եւ պիտի փաստեմ, որ 2024 թվականին ունեցել ենք մի շարք սոցիալական հարցումներ, որոնք գործընկերներ չեն իրականացվել ներքին գործերի նախարարության կողմից, իրականացվել են օբյեկտիվ միջազգային գործընկերների եւ նաեւ հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ եւ փաստվել է, որ օրինակ, ՀՀԿ-ի կողմից պատվիրակված հետազոտության արդյունքներով հարցվողների 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրություններով պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով ոստիկանությունը իրավապահ համակարգի մարմինների շարքում առաջին դիրքն է զբաղեցնում։ Պիտի նշեմ, որ ընթացս նաև այս փոփոխությունները կառավարելու եւ արդյունքները ամրապնդելու տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե բարեփոխումները ինչ ուղղությամբ են առաջ շարժվելու եւ այս տեսանկյունից արդեն իսկ ընդունվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը, որը ծածկում է 2024-ից 2026 թվականների հերթական շրջափուլը։ Սա նպատակ ունի հանրայնորեն նաեւ ռազմավարական փաստաթղթի տեսքով մեր հանրությանը ներկայացնելու այն բոլոր նվաճումները, որոնք որ եղել են 2020-ից 22 թվականի նաև ռազմավարությամբ եւ նաև այն ուղենիշային ուղղությունները ցույց տալու, որոնք որ պիտի մինչեւ 2026 թվական ըստ էության մեր կողմից իրականացվի։ Պիտի փաստեմ, որ նաև բավական լավ արդյունքներ ունենք ազգային ժողովի հետ համատեղ նաև քննարկած նախաձեռնության ընդունման արդյունքներով, երբ որ մենք էլեկտրոնային ծանուցման ռեժիմը եւ նաև վրա հասած վարչական պատասխանատվության ձևով նշանակված տուգանքի արագ վճարման կանոնը, որպես քաղաքացիների ավելի պատշաճ վարքագծի ցուցաբերման ցուցանիշ խթանում էինք եւ նախատեսել էինք, որ եթե անձը նախընտրի էլեկտրոնային ծանուցումը, ապա 20% նվազ կնշանակվի հիմնական տուգանքը եւ եթե վճարվի տուգանքը 15 օրվա կտրվածքով, ապա 30% նվազեցում եւս կլինի հիմնական չափից։ Եվ պիտի փաստեմ, որ մայիսի 1-ից ուժի մեջ մտած այս բոնուսային բաղադրիչի արդյունքում արդեն իսկ շուրջ 90,000 քաղաքացի օգտվում է 20% բոնուսային բաղադրիչից, ինչը կարծում եմ վատ թիվ չէ այս պայդրությամբ եւ մենք պիտի շարունակենք խթանել այս գործիքակազմի կիրառումը։ Իսկ 15 օրվա ընթացքում տուգանքը 30%-ով նվազ վճարելու հնարավորությունից մինչ այս պահ օգտվել է 403,490 քաղաքացի։ Այս տեսանկյունից շատ ավելի լավ դիրքերում են գտնվում, որովհետև քաղաքացիներն ավելի շատ են օգտվում այս բոնուսային բաղադրիչից, բայց պիտի անընդհատ շարունակենք հետևողական աշխատանքը, որպեսզի թվային լուծումներից օգտվելը եւս դառնա նախընտրելի մեր քաղաքացիների համար։ Բնականաբար ընթացիկ տարում շարունակվել են ատեստավորման աշխատանքները եւ պիտի փաստեմ, որ ընդհանուր առմամբ ատեստավորման համար 2020